Լոռու մարզային քննչական վարչությունում բացահայտվել է համարձակ եւ վտանգավոր ավազակային հարձակում։ 3 անձի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան։ Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա մարտի 14-ին Վանաձորում 2 տղամարդ ներխուժել են բնակարան, նրանց ձեռքում եղել են ատրճանակներ։ Թիրախում բնակարանը եւ անչափահաս երեխայի ներկայությամբ միայնակ կինն է եղել։ Զինված տղամարդիկ զենքը պահել են մոր եւ երեխայի ուղղությամբ, պահանջել ոսկեղեն եւ գումար։ Սարսափի մեջ հայտնված կինը ննջարանից բերել է զարդատուփն ու հանցագործներին փոխանցել։ Դեպքի կիզակետում արդեն հանրությանը հայտնի Տիգրան Ուլուբաբյանն է։ Իդեպ, այս տղան տևական ժամանակ տարբեր լրատվամիջոցների, այդ թվում մեզ դիմելով պնդում էր, որ իրեն խոշտանգել են եւ որ ինքն անմեղ է։ Սակայն քննության ընթացքում նրա մեղքն ապացուցող բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել։ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախաձեռնած քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2025 թվականի մարտի 14-ին 2 անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհու բնակարան, ատրճանակները պահել վերջինիս եւ նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել ոսկյա զարդեր եւ գումար։ Տանտիրուհին ննջասենյակից վերցրել եւ զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ։ Վարույթն իրականացնող մարմինը 3 անձի մասով գործը ուղարկել է դատարան։ 2025 թվականի մարտի 14-ին Վանաձոր քաղաքի բնակչուհուց հանցանքի մասին պատշաճ հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով Նախաքննության ընթացքում ապացույցների բավարար համակցության հիման վրա 4 հոգու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 2 հոգու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով, իսկ մյուս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ավազակության կազմակերպիչ եւ օժանդակող։ Հիշեցնենք, որ սույն գործով էր անցնում նաեւ Տիգրան Ուլուբաբյանը։ Նախկին մեր թողարկումներից մեկի ժամանակ ներկայացրել ենք Ուլուբաբյանի պատմությունը, անդրադարձել գործի որոշակի մանրամասների եւ զրուցել հենց Ուլուբաբյանի հետ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ուլուբաբյանը իր 3 ընկերների հետ կազմակերպել է Վանաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից ավազակության ոսկյա զարդեր հափշտակելու հանցանքը, այնուհետև Ուլուբաբյանի 2 ընկերները դիմակավորված մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհու տուն, ատրճանակների սպառնալիքով պահանջել եւ վերջինից ստացել են ոսկյա զարդեր, որից հետո վերցնելով ոսկյա զարդերը դիմել են փախուստի։ Չնայած այս ամենի վարույթն իրականացնող մարմնի մոտ եղած փաստական հանգամանքները բավարար էին գործը դատարան ուղարկելու համար։ Նախաքննության ընթացքում Ուլուբաբյանի եւ իր 3 հանցակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամանակով, իսկ մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, չի հայտնաբերվել նախաքննության ընթացքում կատարված վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում վերջինս չի հայտնաբերվել եւ սահմանված կարգով հայտարարվել է հետախուզում։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ 3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։